Նախ կարճ արձագանք եմ ինչ եղած, ինչ որ դուք ասում եք, բացարձակ կապ չունի իրականության հետ եւ բացարձակ կապ չունի այսօրվա կարգավորումների հետ, որովհետեւ այսօրվա կարգավորումներով ձեր բոլոր ասած խնդիրներն արձանագրված են, լուծումները տրված են, անկախ աուդիտը, անկախ գնահատում, հանձնաժողովների որոշումներ, բոլոր բաները կան։ Հիմա առաջի հարցն է դրան է վերաբերում։ Խնդրում եմ ասեք, ինչ կարգավորում է այսօր գործում, որը ձեր բարձրացած հարցերին լուծում չի տվել, որ դուք վերել եք սեփականությունը խլելու այս նախագիծը։ Ընդ որում խոսքը չի գնում միայն հեծի մասին։ Խոսքը գնում է էներգետիկ համակարգի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների մասին, բացառությամբ մինչև 30 մեգավատ դրվածքային հզորության հեկերի եւ մի հատ էլ բացառություն կա։ Մնացած բոլոր էներգետիկ համակարգի ձեռնարկությունների մասն է խոսքը։ Ինչն է առաջին հարցը, ինչն է, որ այսօրվա կարգավորումը թույլ չի տալիս այդ նպատակին հասնել, սպառողների շահի պաշտպանություն, համակարգի անվտանգություն եւ այլն, որ դուք վերել եք սա, որտեղ բացարձակապես մեկ հստակ գիծ կա։ Երկրորդ հարցը, սահմանադրության 60-րդ հոդվածի հետ ո՞նց է հաշտվում այս նախագծով։ Միջազգային պայմանագրերը, որոնք որ պաշտպանում են օտարերկրյա ներդրումները։ Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի հոդվածը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումը ազգայնացնելը արգելվում է, ուղիղ է նշված։ Ո՞նց է տեսնում այս համադրումը ձեր վերած կարգավորումը եւ այս կարգավորումը։ Երբ մնացած արդեն արձագանքի ժամանակ։ Չէ, թողեք։ Չեմ որ նա արդեն ռեգլամենտը խախտում է, որտեղ շատ հստակ է, արագ եմ հարցերն էլ ձևակերպել։ Բայց արագ 2 րոպե լրացանք, պարոն Մի րոպե։ Պատասխանատվության հետադարձությունների կիրառման կանոնը։ Պարոն Տունյան, շատ կարևոր հարց է, որ ես կարծում եմ, այստեղ բոլորն են մտածում, որ ստված հարցերը կարևոր են։ Սահմանադրությամբ նախատեսված երաշխավորությունը հետադարձ ուժ չի կարող։ Պարոն Մինասյան, նախ նոր դուք եք կանոնակարգը մեջ բերում, չէ՞։ Հիմա հղում եմ անում ձեզ արձագանք։ Ոչ, ես մեջ վերեցի, որ դուք կրճատում եք, ասում եք անգամ ընդեղով 2 րոպե։ Դե հիմա 2 րոպեից արդեն ավել խոսացել եք արձագանքի։ Արձագանքի ժամանակ տակ, որ բոլորն էլ ձեր բոլոր գործընկերները հարցի համար բանը գրանցվել են։ Ուզում եք պարոն Դանիելյանի փոխարեն իր ժամանակը ձեզ տանք։ Ես իմ ժամանակը Խնդրեմ, պարոն Մինասյան։ Հաշտել արդեն հասանք այդ բանին։ Հետադարձ ուժի կանոնը սահմանադրությամբ նախատեսված ինքնավար պետական մարմնի լիազորությունները, որոնք որ սահմանադրությամբ երաշխավորված են որպես անկախ եւ ինքնավար գործունեություն իրականացնող մարմին, երբ որ դուք կոլեգիալության սկզբունքը փոխարինում եք մեկ անձի սկզբունքով, այսինքն հանձնաժողովի նախագահին տալիս եք ամբողջ մի հանձնաժողովի, ավելին, նույնիսկ դատարանի ֆունկցիա, որքանով է սա համահունչ սահմանադրական կարգավորումների։ Երրորդը ինչպես։ Երրորդը ձեզ հայտնի է ռազմավարությունը կառավարության կողմից ակտիվ մասնակցությամբ մշակված եւ դրանում նախատեսված գործիքակազմերը եւ որոնք որ այս պահի դրությամբ կիրառվել են թե չեն կիրառվել եւ ինչ արդյունքներ կան։ Այսինքն դինամիկա ձեր մոտ կա թե չկա այդ առումով ցույց տրված։ Պարոն Ավետիսյան դրա մի մասին անդրադարձավ։ Պետական կառավարման ներքո գտնվող ընկերությունների մասով էներգետիկ համակարգի պետական կառավարման ներքո գտնվող ընկերությունների մասով ձեզ հայտնի են ցուցանիշներ, որոնք որ ի տարբերություն հեծի շատ ավելի վատ ցուցանիշներ են։ Եվ արդյոք դուք տեղյակ եք 4-7 դրամի մեջ այդ որ բարձրացավ սպառողների համար 4-7 դրամով բարձրացավ։ Դրանից ինչ որ բաժին կա հեծի։ Թե մնացած 4-7-ը ամբողջությամբ պետական ձեռնարկություններին է գնաց, այսինքն սպառողները վճարել են պետական ձեռնարկություններին, ոչ թե հեծի։ Ունեք այդ բաշխվածությունը, թե չէ։ Եվ վերջին հարցը այս շրջանակներում, տեսեք, երբ որ դուք հանձնաժողովի նախագահին տալիս եք միանձնյա որոշում կայացնելու իրավասություն։
եւ հիմա էլ այս փոփոխություններով վերել եք եւ իր գործողությունը ըստ էության ամբողջակարգի եք դարձրել։ Այսինքն ասում եք նախագահը որոշեց, վերջ գնում է կառավարում բանման ամեն ինչ վերցնում է, կապ չունի դե դատական կարգը բողոքարկում է թե չէ։ Դա չի կասեցնում։ Սա որքանով է համահունչ դատավարության արդար դատական կանոնների։ Այսինքն եթե պատճառվի հնարավոր վնաս, ով է պատասխանատու։ Վաղը դատարանը հաստատեց, որ սխալ որոշում է կայացվել եւ պատճառվել է վնաս։ Հանձնաժողովի նախագահը գնաց նստեց։ Դուք հեցին փոխհատուցման վճարը ո՞նց եք տալու։ Ով է այդ բեռը կրողը։ Քաղաքացիները վարկ եք վերցնելու, որների քաղաքացիները պիտի փակեն։ Ով է փակելու այդ գումարները։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Խնդրեմ, պարոն Վարդանյան։ Խնդրեմ, Ձևակերպել է պարոն Մինասյան 8 հարց, 6 րոպե ժամանակ ունեք։ արդի իրավիճակը, պարոն Մինասյան, արդի իրավիճակը թույլ է տալիս լիցենզիայից հրաժարվելու կամ լիցենզիայից զրկելու պարագայում իրականացնել օպերատիվ կառավարում, այն ինչ որ դուք ասում եք։ Արդի իրավիճակը թույլ չի տալիս անմիջական վտանգի պարագայում, այսինքն խախտումների բազմակիություն, հաճախակիություն, բնույթ, չգիտեմ, հոսանքանջատումներ, կոլապսային իրավիճակներ, հիբրիդային հարձակումներ հեծի համակարգի վրա եւ այլն, որ օրինակ ընկերությունը չի կարող կամ ունակ չի կամ չի կարողանում վերահսկի տվյալ պարագայում չի նախատեսում որևիցե մեխանիզմ, որով ես այսօր կկարողանամ իմ քաղաքացիների սպառողների իրավունքները երաշխավորելու համար եւ ազգային անվտանգության խնդիրները կանոնակարգելու համար անմիջական կառավարում իրականացնում։ Ժամանակավոր ընդգծում, ժամանակավոր կառավարում։ Այս հարցի պատասխանը օրենքը չի տալիս, դրա համար ենք մտցրել 1։ Սրա հետ փոխկապակցված, ասում է կոլեգիալ մարմնի լիազորությունը տվել է անհատին, ոչ, անհատին տրվել է, այսինքն հանձնաժողովի նախագահին կրկին օպերատիվ կառավարման իրականացնելու տեսանկյունից տրվել է մեկ լիազորություն հարուցել վարույթ եւ իրավիճակից ելնելով իրականացնել կամ նշանակել, ոչ թե նշանակել, այլ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Ընդ որում, պարոն Մինասյան, ուշադրություն դարձրեք, կանխարգելիչ միջոցառումներից միայն մեկն է, հարակամարեք ամենածայրահեղը, ժամանակավոր կառավարչի նշանակումը։ Միայն մեկը։ Հիմա վերադառնամ ներդրումային իրավունքի։ Դուք ինքներդ նայել եք մեր ներդրումների մասին օրենքը, քննարկելի, բայց սա բոլոր տնտեսագետներին դիմամ է։ Պաստորեն մեր ներդրումային օրենսդրության համաձայն, նույնիսկ եթե ՀՀ քաղաքացին ապրում է արտերկրում, բայց ՀՀ քաղաքացի է, իր կողմից ձեռնարկած իրականացած ցանկացած ներդրում դիտվում է որպես օտարերկրյա ներդրում։ Եթե 1% ունես օտարերկրյա, այսինքն հիմա հեշտ է օֆշորով մի հատ ընկերություն է ձևակերպում, իդեպ օֆշորի թեմային մենք ինձ թվում է երկար ու շատ կանրադառնանք։ Դառնում է միջազգային ներդրում։ Ես գիտեմ, որ ներդրումային մասնավորեցության հիման վրա կներեք ներդրումային իրավունքի հիման վրա, ներդրումների օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասնօրենքի հիման վրա ազգայնացում չի թույլատրվում։ Ազգայնացում ինստիտուտը մեզ հայտնի է միայն քաղաքացիական օրենսգրքում եւ քաղաք օրենսգրքում է որոշակի սահմանումներ դրած, բայց ներդրումների օտարերկրյա ներդրումների մասին օրենքը չպետք է մեկնաբանել այնպես, որ ներդրողների իրավունքները պետք է պաշտպանվեն բոլոր պարագայում, դա նույնիսկ այն իրավիճակներում, երբ օրինակ սահմանությունը փոփոխվել է, բայց ներդրողը կարող է ասել, ինչ կա, դուք օրենքի մեջ գրել եք, որ 5 տարվա ընթացքում նկատմամբ դին օրենսդրություն է կիրառվել, ես նոր սահմանություն չեմ կիրառելու։ Ինձ թվում է ներդրումների մասին օրենքում հստակ գրած որ հարկային օրենսդրության փոփոխության պարագայում պետք է վերջինս եւ հարկային եւ այլ, հարակից օրենսդրության, հարկային մաքսային եւ այլ օրենսդրության պարագայում վերջինս պետք է ունենա հնարավորություն 5 տարի հետադարձության սկզբունք, 5 տարվա սկզբունքով պահպանի այդ կանոնները, բայց օրինակ կներեք, եթե քրեական օրենսգիրք են փոխել, ինչ ներդրող ասում եմ նկատում 5 տարի քրեական օրենսգիրք չես կիրառելու, դա կներեք էլի, դա որովհետեւ տրամաբանության մեջ չի ընկնում։ Սահմանության 67 հոդվածը Պարոն Մինասյան, ձեր համար հատուկ նշել եմ եւ կասա նախագծում, որ եթե սույն մասով սահմանված օտարումը
Երամսյա ժամկետում չիրականացնելու դեպքում որպես բացառիկ միջոց բաժնե տոմսը, բաժնե մասերը, գույքը կամ լիսեզորած գործունեություն ապահովող գույքային համալիրը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան։ Այսինքն որևիցե այլ եղանակով, այսինքն ձեր կողմից ասած բոլշևիկյան էքսպրոպրիացիայի մասին խոսք չի գնում։ Խոսքը վերաբերում է Սահմանադրության 60-րդ հոդվածում նախատեսված երաշխիքների մասին։ Գնացինք առաջ։ Հետադարձություն։ Հետադարձության մասին կարելի խոսել, եթե մենք հիմա նախատեսենք ինչ-որ ապօրինի արարք, բովանդակային, որը նախկինում իրավաչափ է եղել, եւ դրա համար նախատեսենք պատասխանատվություն։ Կներեք, խախտումը, այն խախտումների մասին բովանդակային, որ խոսում ենք, իրանք խախտում են եղել նաեւ նախկինում, խախտում են նաեւ այսօր, հենց այս պահին։ Նախագիծը հետադարձություն է տալիս բացառապես այն իրավասությանը, թե ով կարող է վարույթ հարուցել անձի նկատմամբ։ Եվ ի վերջո, եթե մենք ուսումնասիրենք, մի շարք օրենքներ, այդ տրամաբանությամբ գնանք, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում նույնիսկ անտեսանելի մենք այս հետադարձությունը տալիս ենք, որովհետև տեսեք Սահմանադրության մեջ ամրագրված հետադարձությունը խոսում է անձի իրավական դրությունը վատ թարացնող իրավիճակների մասին։ Կներեք, խախտումը, եթե խախտումը եղել է 5 տարի առաջ, վաղ կլինի, թե այսօր կլինի, խախտումը մնում է խախտում, նոր խախտում, որը 3 խախտում չէր, որի համար նախատեսում ենք պատասխանատվություն չի եղել, 1000 ներողություն բերեմ մի հատ շատ վատ օրինակ կամ լավ օրինակ, միջազգային բոլոր տրիբունալները, այդ ու Նյուրնբերգյանը, մեկ-մեկ դրանով էլ չէ սպառնում ես, իրենք ըստ էության ձևավորվել են նախկինում տեղի ունեցած արարքների համար պատասխանատվության ենթարկելու եւ ոչ մեկ նրանց հետադարձությունը չի վիճարկվել այն պարզ պատճառով, որ տրիբունալը այո նոր է, բայց բոլոր խախտումները դիտարկվել են, խախտում նույնիսկ այն ժամանակ է, որ տրիբունալը չի եղել։ Հիմա այս 4 հարց մնաց։ Այսքանը հետադարձությունը ասեցի, կոլեգիալությունը ասեցի, վնասը ես էլ ասեմ, ուրեմն ով է հաշիվը փակելու։ Ես էլ հատուկ ձևակերպում ձեր համար։ Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքում լիցենզավորված անձին պատճառած վնասները ենթակա են հատուցման վարչարարության հիմունքների եւ վարչարարական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով։ Ես էլ գրածա թե ով է դրա համար պատասխանատվություն կրելու։ Մնաց